Սխալ ընտրություններից վերականգնվելու լավագույն միջոցը արագորեն ճիշտ ընտրություն կատարելն է։ Ձեր կյանքը փոխվում է այն նույն համամասնությամբ և այն նույն արագությամբ, որով դուք ընդունում եք ձեր կայացրած վատ որոշումները, որոնք ձեզ հասցրել են այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք։ Թույլ տվեք բացատրել, թե ինչպես կարող եք արագ փոխել ձեր կյանքը։ Այո, նույնքան արագ, որքան հնարավոր է։ Ինչպես կարող եք ուղղել իրավիճակը։ Փոխել այն վիճակը, որում հիմա գտնվում եք։ Որքան էլ խորը լինի այդ անդունդը։ Մենք կդիտարկենք մի պատմություն, որը գրված է Սուրբ գրքում։ Անառակ որդու առակը ցույց է տալիս որոշման պահը։ Ի դեպ, նրա կյանքում երկու կարևոր պահ եղավ։ Մի վատ ընտրություն, վատ որոշում և մի լավ։ Վատը կործանեց նրա կյանքը, իսկ լավը նրան հանեց այդ փոսից։ Ես ամբողջ պատմությունը չեմ կարդա։ Դուք կարող եք կարդալ Ղուկասի ավետարանում, 15-րդ գլխում, 11-րդ համարից սկսած։ Արժե կարդալ դանդաղ և ուտել բառերը, բայց ես կկենտրոնանամ այն պահի վրա, երբ անառակ որդին ուշքի եկավ և գիտակցեց, որ իր կյանքում սարսափելի որոշում էր կայացրել։ Նրանց համար, ովքեր չգիտեն պատմությունը, շատ արագ պատմեմ։ Այս երիտասարդը որոշեց, որ ուզում է վայելել կյանքը և չէր ուզում սպասել հոր ժառանգությանը։ Նրա հայրը հարուստ էր։ Եվ նա մտածեց. չգիտեմ, թե հայրս դեռ որքան կապրի։ Եթե նա երկար ապրի, ես շատ շուտ կստանամ ժառանգությունը։ Այնպես որ կխնդրեմ հորս, որ ժառանգությունն ինձ շուտ տա, և ես կգնամ աշխարհը տեսնելու և վայելելու կյանքս։ Նա հենց այդպես էլ արեց։ Այլ կերպ ասած, նա ժամանակից շուտ սպանեց հորը։ Սպանեց իր սրտում։ Նա հորը ցույց տվեց, որ իրեն միայն փողն է հետաքրքրում։ Հայրը տվեց կատարելով որդու կամքը։ Որդին հեռացավ շատ հեռու հոր տնից, որպեսզի դժվար լիներ իրեն գտնելը, որպեսզի ոչ ոք չտեսներ, թե ինչ է անելու։ Այնտեղ նա վատնեց ողջ ժառանգությունը, ծախսեց կանանց, խնջույքների, ընկերների ու խմիչքի վրա։ Բայց քանի որ փողը հավերժ չէ, երբ ամեն ինչ վերջացավ, վերջացան նաև ընկերները, կանայք ու խնջույքները։ Նա սկսեց սոված մնալ։ Եվ հենց այդ պահին, երբ նա ցանկացավ ուտել խոզի կեր, քանի որ մի կերպ աշխատանք էր գտել խոզերին կերակրելու համար, նույնիսկ խոզերի կերը նրան չտվեցին։ Այդ պահին նա ուշքի եկավ։ Եվ Սուրբ գրքում ասում է. «Եվ ուշքի գալով ասաց. «Իմ հոր, քանի վարձկաններ հացի առատություն ունեն, իսկ ես այստեղ սովամահ եմ լինում»։ Տեսեք։ Սա այն պահն էր, երբ նա ընդունեց իր կայացրած սարսափելի որոշումը։ Սա շատ կարևոր է, որպեսզի իմանաք, թե ինչ ճանապարհ պետք է անցնեք անդունդից դուրս գալու համար։ Որովհետև առաջին և ամենակարևոր որոշումը, որ պետք է կայացնեք, ընդունելն է, որ սխալվել եք, որ վատ ընտրություն եք կատարել անցյալում։ Երբ նա վայելում էր կյանքը, հավանաբար մտածում էր. այս սա կյանք է, կանայք, ընկերներ, խմիչք, ճանապարհորդություններ։ Նա երևի մտածում էր, որ ինքը հաջողակ է, իսկ ավագ եղբայրը հիմար է, որ մնացել է հոր հետ աշխատելու։ Նա չէր տեսնում իր սխալը, միայն այն ժամանակ, երբ ճաշակեց դառը պտուղները, նա ուշքի եկավ։ Այո, նա անպատասխանատու էր, անշնորհակալ ու թեթևամիտ։ Նա վատնեց հոր փողերը, բայց նա հիմար չէր։ Նրա մեջ մնացել էր մի փոքր բանականություն, մի փոքր ողջամտություն, որը ճիշտ ժամանակին նրան օգնեց հասկանալ. ես սարսափելի ընտրություն եմ կատարել։ Հիմա հարցնում եմ ձեզ. դուք կարողանում եք նայել ձեր անցյալին և տեսնել գոնե մեկ սխալ ընտրություն, որը ձեզ հասցրել է այս անդունդին։ Կարողանում եք նայել ետ ու մտածել. ես երբեք չպետք է հարաբերություն սկսեի այս մարդու հետ, կամ
Ես երբեք չպետք է դրժեի իմ սկզբունքները հանուն փողի։ Ես չպետք է հնազանդ լինեի ծնողներիս։ Չպետք է հեռանայի Աստծո ներկայությունից։ Եթե կարողանում եք դա անել, ձեզ համար հույս կա, որովհետև դուք չեք կորցրել դատելու և տրամաբանելու ունակությունը։ Եթե տեսնում եք ձեր սխալները և զղջում եք դրանց համար, սա շատ կարևոր է։ Պետք չէ արդարանալ։ Պետք է ասել. ես սխալվեցի։ Ես հիմար գտնվեցի։ Եթե կարողանայի ետ գնալ, ամեն ինչ այլ կերպ կանեի։ Եթե հասել եք այդ կետին, ապա լավ լուր ունեմ ձեզ համար։ Դեռ ժամանակ կա։ Ժամանակ կա փոխվելու և հետ դառնալու։ Տեսեք, թե ինչ արեց անառակ որդին հետո։ Նա ասաց. վեր կկենամ, կգնամ հորս մոտ և կասեմ նրան. Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ քո վարձկաններից մեկի պես արա։ Եվ վեր կենալով գնաց իր հոր մոտ։ Նա օգտագործեց բառերի ուժը։ Նա կարծես մարգարեացավ այն, ինչ անելու էր։ Նա խոսեց ապառնի ժամանակով. վեր կկենամ։ Այսինքն դուրս կգամ այս տիղմից, կգնամ հորս մոտ։ Նա խոնարհվեց և ընդունեց իր մեղքը։ Բայց խոսքերից հետո նա գործեց, վեր կացավ ու գնաց։ Այս խոնարհությունն ու որոշումը փոխեցին նրա կյանքը։ Դուք, որ հիմա ընկած եք, կարևոր չէ, թե ինչ եք արել։ Եթե հիմա կարող եք ուշքի գալ և ասել «Ես եմ մեղավորը» և եթե զղջում եք, ապա ձեզ մնում է անել այն, ինչ արեց անառակ որդին։ Վեր կացեք։ Դադարեք լաց լինելուց։ Դադարեք ուրիշներին մեղադրելուց։ Դադարեք ասել, թե այլևս ելք չկա, կամ Աստված ինձ չի ների։ Գնացեք ձեր հոր մոտ։ Դուք կարող եք դա անել հենց հիմա, որտեղ էլ որ լինեք։ Աղոթեք և ասեք. Հայր, ներիր ինձ։ Ես մեղանչեցի քո դեմ, մարդկանց դեմ և իմ դեմ։ Խնդրում եմ օգնություն, ուժ և ողորմություն։ Եվ վստահ եղեք, ինչպես անառակ որդու պատմությունն է հավաստիացնում, այդ հայրը, ով հարուստ է ողորմությամբ, ոչ միայն կների ձեզ, այլև ուժ կտա նորից սկսելու, և ձեր անցած ուղին կդառնա մեծ վկայություն ուրիշներին օգնելու համար։ Հավատո՞ւմ եք։ Ուրեմն կայացրեք ձեր որոշումը հենց հիմա և գործեք։